Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներս։ Հիսուս Քրիստոսի սուրբ ու զորավոր անունով օրհնում եմ մեզ, օրհնում եմ մեր օրը, մեր ընթացքը, մեր հոգին, մեր սիրտը։ Թող քայլենք սիրով լցված Աստվածային։ Թող Աստծո լույսն ու ճշմարտությունը մեր առաջնորդը լինի, մեր կյանքը համապատասխանացնենք Աստծո ցանկություններին, Աստծո կամքին։ Ու քանի որ մենք խոսում ենք երեք սրտի կուրքերի մասին, կռապաշտության մասին, սխալ ցանկությունների մասին, ես ուզում եմ սկսել մի բանաստեղծությամբ, որ ամիսներ առաջ եմ գրել։ Ու վստահ չէի, որ լսողը ճիշտ կհասկանա, բայց հիմա այսօր գիտեմ հաստատ, որ պիտի կիսեմ։ Խոսքը գնում է արնահեղություն, բռնություն, ստություն, գողություն, դաժանություն, խեղկատակություն, նայելու, սիրելու մասին։ Եթե դու այդպիսի բաներով չես զբաղվում, բայց հակառակը դու էլ սիրում ես սադրանքներ անել, դու էլ սիրում ես գանգստերություն, սեռական բաներ նայել, դու էլ սիրում ես նայել բաներ, որտեղ բամբասանքն է, մի խոսքով դու էլ նայի քո սրտի ցանկություններին եւ այս բանաստեղծությունը դարձրու քո սրտի ցանկությունների մասին ու տես ինչպես դա չի համապատասխանում Աստծո կամքին եւ ինչ ես դու ցանում քո կյանքում։ Հարցրու դու Հիսուսին։ Երբ դու ընտրում ես բռնություն դիտել, հանգիստ ժամանակդ սպանություն, արյունահեղություն, գողություն նայել, մտածում ես դու արդյոք, որ այդ ժամանակը քո Աստված է քեզ տվել ու դու վատնում ես պարգևը Աստծո։ Երանի թե գեթ մի պահ կանգ առնեիր ու Հիսուսին նայեիր ու տեսնեիր, թե ինչ ցավ է նա ապրում։ Նա ցավում է քեզ համար, որ բռնություն դիտելով, դրանից հաճույք ստանալով, դու սնվում ես չարիքով, չար սերմեր ես սերմանում, որ քեզ բարիք չի բերի եւ սրտումդ սերը կմարի։ Եթե դու ինձ չես հավատում, Հիսուսին դու հարցրու, քանզի նա տեսնում է, թե ինչ ես դու նայում, ինչ ես դու փնտրում, ինչից ես դու հաճույք ստանում եւ ինչով ես քո օրը լցնում։ Կա մի սկզբունք աստվածային, որ ինչ ցանես, այն կհնձես։ Կանգ առ, ուշքի եկ, բավական է չարիք ցանես քո կյանքում։ Աղերսում եմ, որ լսես ու խրատը այս ընդունես։ Ես քո վատը չեմ ուզում։ Ուզում եմ, որ ճիշտ ընտրություն կատարես։ Աստծո տված ժամանակը ու կյանքը դու հենց այնպես չվատնես։ Աչքերը մեր սրտի դուռն են, ականջները պատուհանը մեր սրտի։ Դե ուրեմն իմացի, ինչ դիտում ես, ինչ լսում ես, սերմի նման քո սիրտն է ընկնում եւ անհետևանք չի մնում, այն պտուղ է միշտ տալիս։ Բռնություն դու մի դիտիր, որ բռնություն չհնձես, սպանություն դու մի նայի, որ դրա պտուղը չուտես, գողությամբ դու մի հրճվի, որ գլխիդ փորձանք չբերես, ստությունը մի սիրի, որ դու ինքդ չխաբնվես, ոչ էլ աչքերդ, ականջներդ, խեղկատակ բաների դու նվիրի, որ դու հանկարծ ծաղրող ու անձգամ մեկը ինքդ չլինես։ Բարիք նայ, բարիք լսի, բարիք խոսի, հանգիստդ քո Աստծո խոսքով թող լցվի, որ միտքդ քո նորոգվի, ցանկություններդ փոխվի, կյանքդ բարի ընթացք ստանա, դառնության ու հոգսի աղբյուր չլինես, այլ Հիսուսի խաղաղությամբ դու ապրես եւ Հիսուսի օրհնությունը վայելես։ Աղաչում եմ իմ Աստծուն, գթասիրտ ու ողորմած, որ քեզ օգնի, առաջնորդի, փոխի ցանկությունները քո սրտի, անձամբ գա քեզ հանդիպի, որ չար ու դատարկ բաները դու չսիրես, Աստծո ճամփով ընթանաս ու քո կյանքով ամեն մի վայրկյան քո կյանքի
Աստծո կամքի մեջ քայլես, բարիք ցանես, բարիք հնձես։ Հիսուս, խնդրում եմ ողորմի, ամեն չար սերմ, երկնային քո կրակով դու վառի, կապանքները դու քանդի, շղթաները արձակի, լսող ականջ ու ենթարկվող սիրտ նվիրի։ Լսիր կանչի իմ հոգու, աղերսում եմ իմ Հիսուս, հավատում եմ, վստահում եմ, որ կտեսնեմ հաղթանակը քո։ Թող այս հորդոր աղոթք բանաստեղծությունը աշխատի ձեր սրտերի հետ։ Հասկանաք ինչի մասին է խոսքը եւ ինչու, որ ազատվենք ամեն կարգի կռապաշտությունից, որ բարիք չի բերում մեր կյանքում։ Հիսուսի անունով, ամեն։ Իսկ հիմա վերադառնանք Թոմաս Ջոնսոնի կռապաշտությունը դարերի մեղքը գրքի ընթերցանության եւ մեկնաբանության շարունակությանը։ Այսօր մենք երրորդ գլուխը ավարտեցինք եւ այսօր ամփոփելու ենք հարցերով ինքնակրնությամբ այդ գլուխը։ Սովորելու համար հարցեր։ Գրքի երրորդ գլխին վերաբերող այդ 3 դասերի ընթացքում մենք ուսումնասիրեցինք ու հասկացանք անկման իրադարձությունները եւ այն խորը ազդեցությունը, որ անկումը ունեցել է մարդկության եւ արարչության վրա։ Նախկին դասերը լսեք, որպեսզի հասկանալի լինի։ Հասկանալով Ադամի եւ Եվայի ապստամբությունը, կռապաշտության դերը այդ ապստամբության մեջ եւ Ադամի ու Եվայի ընտրության հետևանքները, մենք կարող ենք հիմա ավելի պարզ պատկերացում կազմել մեղքի, ամոթի, մեղքի զգացմունքի, հոգևոր եւ ֆիզիկական մահվան հիմնական պատճառի մասին։ Երբ մենք հասկանում ենք եւ ընդունում ենք, որ կռապաշտությունը մեր երկրպագության խաթարման աղբյուրն է, որ կռապաշտությունը մեր մեջ առաջացրել է այս շեղված, խեղաթյուրված, խանգարված երկրպագության սինդրոմը, այսինքն, որ կռապաշտության պատճառով մենք շեղվել ենք ճիշտ երկրպագությունից ու ծառայությունից, որ պետք է Աստծուն ուղղված լինի, դա մեզ օգնում է հասկանալ, որ ամեն մարդ փրկագնման ու ներման կարիք ունի, եւ այստեղ էլ հասկանում ենք Հիսուս Քրիստոսի միջոցով փրկագնման կատարյալ ու վերջնական անհրաժեշտությունը։ Եթե մենք ունենք հարազատներ, որոնք Աստծուն չեն հավատում, հրաժարվում են Աստծուն ընդունելուց, մենք պիտի հասկանանք, որ նրանց սրտերը բռնված են կռապաշտությամբ, նրանց ցանկությունները շեղված են Աստծո ցանկություններից, նրանք տառապում են խեղաթյուրված երկրպագության, խանգարված, շեղված երկրպագության ու ծառայության այդ սինդրոմով, որը գալիս է անկումից, մեր գենետիկայով։ Պետք է աղոթել, որ իրենց ցանկությունները փոխվեն։ Այդ երրորդ գլխի 3 օրվա դասերի նպատակը սա էր. հասկանալ անկման պատճառներն ու հետևանքները, այդ թվում կռապաշտության դերը անկման մեջ, ճանաչել անկման հետևանքները, ինչպիսիք են հոգևոր եւ ֆիզիկական մահը, խզված հարաբերությունները, միմյանց մեղադրելը, պատասխանատվությունից խուսափելը եւ իհարկե արարչության ապականությունը։ Եվ մտածել կռապաշտության հասկացության մասին եւ այն մասին, թե ինչպես է կռապաշտությունը դրսևորվում մարդկության մեջ, առաջացնելով երկրպագության, պաշտամունքի, ծառայության շեղում, այդ խեղաթյուրված երկրպագության ու պաշտամունքի սինդրոմը։ Հիմա ինքներս մեզ քննենք, թե ինչ ենք սովորել այդ 3 դասերի ընթացքում։ Առաջին, ձեր իսկ խոսքերով բացատրեք, թե ինչ է անկումը, ինչպես Ադամի ապստամբությունը սկիզբ դրեց անկմանը եւ որոնք էին Աստծո հրահանգները Ադամին Եդեմի պարտեզում։ Երկրորդ, նկարագրեք ինչ կռապաշտություն տեղի ունեցավ անկման ժամանակ, բացատրեք կռապաշտության դերը անկման մեջ, ինչպես են Ադամի եւ Եվայի ընտրությունները արտացոլում կռապաշտությունը
եւ ինչպես կռապաշտությունը նպաստեց նրանց ապստամբությանը։ Երրորդ, բացահայտեք անկման հիմնական հետևանքները։ Թվարկեք անկման հիմնական ազդեցությունները մարդկության եւ արարչության վրա, ինչպես նկարագրված է այս դասում եւ նաեւ Աստվածաշնչում։ Ներառեք եւ հոգեվոր եւ ֆիզիկական հետևանքները։ Չորրորդ, բացատրեք խանգարված, խեղված երկրպագության պաշտամունքի երևույթը մարդկության մեջ։ Ինչպես է այս խեղաթյուրումը, այս խանգարումը, այս շեղումը ազդում Աստծո եւ ուրիշների հետ մեր հարաբերությունների վրա։ Հինգերորդ, ամփոփենք կռապաշտության եւ մեղքի փոխհարաբերությունները։ Ինչպես է կռապաշտությունը ծառայում որպես բոլոր մեղքերի հիմքը։ Եվ ներառեք ժամանակակից կեղծ աստվածների օրինակներ, որոնց մարդիկ այսօր երկրպագում են կամ կարող են երկրպագել, որոնց դուք եք երկրպագում։ Իսկ հիմա հեղինակը ներկայացնում է մի սցենար քննարկելու համար, որ մտածենք ու սովորենք։ Այս հերոսը նորից քրիստոնյա է, որովհետև քրիստոնյան ունի կռապաշտության խնդիր։ Ուրեմն պատկերացրեք, թե որքան ավելի վատ է անհավատի վիճակը։ Սառան հաճախ է փնտրում հաստատում, վավերացում, վալիդացիա, որ իրեն ընդունեն, ուրիշների կողմից ընդունված լինի, հատկապես սոցիալական ցանցերում։ Թեև Սառան գիտի, որ իր արժեքը պետք է բխի Քրիստոսի մեջ ունեցած իր ինքնությունից, Սառան գտնում է, որ ցանկանում է ավելի շատ լայքեր, հավանություն ստանալ ընկերների եւ հետևորդների կողմից։ Նրա մեջ կա անապահովության ու անբավարարվածության զգացումներ։ Նա գիտի, որ նման լայքերը, հաստատումները, հավանությունները, վալիդացիան ժամանակավոր են ու անցողիկ, բայց նրա սրտում պայքար կա, որտեղ նա շարունակաբար ձգտում է այդ լայքերին ու հաստատումներին, նրա սիրտը դա է ցանկանում։ Սա սցենարը։ Հիմա ելնելով գլուխ 3-ի այդ 3 դասերից, որ արել ենք, ինչպես է սոցիալական ցանցերից լայքեր, ընդունում, հավանություն, վալիդացիա ստանալու Սառայի ձգտումը, փափագը արտացոլվում կռապաշտության ձև։ Ինչպես է դա կռապաշտություն։ Ինչ քայլեր կարող է Սառան ձեռնարկել, որ իր ուշադրությունը մարդկանցից հավանություն, վալիդացիա փնտրելուց դարձնի դեպի Աստծուն, երկրպագելուն եւ իր արժեքը Քրիստոսի մեջ գտնելուն։ Ինչպես կօգնի Սառային, եթե Սառան հասկանա, որ իր մեջ գործում է շեղված, խանգարված, խեղաթյուրված, խաթարված երկրպագության սինդրոմը, որ նրա երկրպագությունը շեղվել է։ Ինչպես դա կօգնի այդ հասկացողությունը Սառային բացատրել իր այդ անապահովության ու անբավարարվածության արմատը։ Հիմա հարցեր, որ ինքներս մեր կյանքերը քննենք։ Մտածեք ձեր կյանքի մի բնագավառի մասին, որտեղ դուք ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին Աստծո հետ ձեր հարաբերություններից ավելի մեծ ու բարձր առաջնահերթություն եք տվել։ Եվ պատասխանեք հետևյալ հարցերին. կա ձեր կյանքում կեղծ Աստված կամ կեղծ աստվածներ, որին դուք գայթակղվում եք երկրպագելու, օրինակ, ուրիշների կողմից ընդունված լինելը, հարստությունը, հաջողությունը եւ այլն։ Ինչպես կարող եք գործնական քայլեր ձեռնարկել հեռանալու այս կուռքից եւ ձեր երկրպագությունը կրկին կենտրոնացնելու Աստծո վրա։ Բանաստեղծության մեջ ես կոնկրետ բաների մասին խոսեցի։ Դրանք գոյություն ունեն քո կյանքում։ Հեռուստատեսությունը, հեռախոսը դարձել է քո կուռքը, օրինակ, քո կեղծ Աստվածը, որ դու Աստծուց վերև ես դրել։ Ինչ փոփոխություններ կլինեն կամ կզգաք ձեր կյանքում Աստծո եւ ուրիշների հետ ձեր հարաբերությունների ոլորտում, երբ լուծեք այս խեղաթյուրված,
շեղված, խանգարված երկրպագության սինդրոմի հարցը, երբ որ ձեր երկրպագությունը այս բաներից ուղղեք Աստծուն։ Եվ ամփոփելով անդրադառնանք այն 3 բաներին, որ մենք վերցրել ենք ու կամ պիտի վերցնենք այս 3-րդ գլխի դասերից։ Կռապաշտությունը մեղքի արմատն է։ Անկումը կռապաշտություն մցրեց մարդկության մեջ, առաջացնելով երկրպագության խեղաթյուրում, խանգարում, շեղում, որը մարդկանց դրդում է առաջնահերթություն տալ այլ բաներին, քան թե Աստծուն։ Եվ այս ամենը տեղի ունենում մեր սրտերում։ Անկման հետևանքները մտան մարդկության կյանքի ու արարչության մեջ, հոգևոր մահը, ամոթը, մեղքի զգացումը, խզված հարաբերությունները, արարչության ապականությունը, մարդը դարձավ մեղքի գերին, սրանք բոլորը անկման հետևանքներն են։ Փրկագնումը միայն Աստծուն երկրպագելու միջոցով է։ Հասկանալ, թե ինչ են ու որոնք են կուռքերը և դրանցից հրաժարվելը, հեռու մնալը կարևոր է Աստծո հետ ճիշտ հարաբերությունները վերականգնելու և մեղքի գերությունից ազատվելու համար։ Երրորդ գլուխը ավելի խորությամբ հասկանալու համար մտապահեք, անգիր սովորեք Հռոմեացիների նամակի 1 գլխի 25 խոսքը, որպեսզի ավելի խորությամբ հասկանանք ու մտապահենք, որ կռապաշտություն է, երբ երկրպագում ենք ոչ թե արարիչ Աստծուն, այլ որևէ արարած բանի կամ մարդու, երբ սիրում ենք մեր սրտի ցանկությունը այն, ինչ մենք անում ենք, քան թե արարիչ Աստծուն։ Հիշեք, ինչ է երկրպագությունը։ Երկրպագությունը միայն ծնկելը չէ, գլուխը կախելը չէ, ձեռքերը երկինք բարձրացնելը չէ, դա չէ։ Երկրպագությունը քո սրտի ցանկություններն է եւ քո սրտի որոշումն է, ինչն ես դու ավելի շատ սիրում եւ հաճույք ստանում։ Ահա այդ խոսքը։ Նրանք Աստծո ճշմարտությունը ստության հետ փոխեցին եւ երկրպագեցին ու պաշտեցին արարածներին եւ ոչ թե արարչին, որ հավիտյանս օրհնյալ է։ Ամեն։ Խորհեք Հակոբոս նամակի 4-րդ գլխի 1-ից 3 հատվածի վրա, հասկանալու համար, թե ինչպես կարող են մեր ցանկությունները հանգեցնել կոնֆլիկտների, պատերազմների և դրդեն մեզ փնտրելու Աստծո մատակարարումը, Աստծո հոգածությունը մեր եսասիրական կարիքները առաջ բրդելու և բավարարելու համար։ Ուրեմն մտապահեք այս խոսքերն են, որտեղից ձեր մեջ պատերազմներ ու որտեղից կռիվներ, չէ որ այստեղից են ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում եք և կռվում եք, բայց չունեք, որովհետև չեք խնդրում։ Խնդրում եք, բայց չեք ստանում, որտև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Բանաստեղծության մեջ էլ ես խոսում եմ այն բաների մասին, որ մի նայեք չար բաներ, որտև դրանք սերմեր են, որտև դրանք ուղղորդում են մեր սրտի ցանկությունները, որտև մենք նման կերպով սերմեր ենք ցանում, այդ սերմերը հետո դառնում են ցանկություններ։ Ես հիմա հասկացա, ինչու ամիսներ շարունակ Սուրբ Հոգին թույլ չէր տալիս այդ բանաստեղծությունը կիսել, բայց այսօր տեղն էր, հենց այսօր պիտի կիսվեր, որպեսզի բոլորը միասին կապակցված օգնեն մեզ հասկանալու, որ ինչ նայում ենք, ինչ լսում ենք, ինչ մտածում ենք, ուղղորդում են մեր սրտերը ու մեր ցանկությունները, պիտի զգուշ լինենք։ Նշումներ արեք այն ոլորտների մասին ձեր կյանքում, որտեղ դուք հնարավոր է կեղծ աստվածներ ունեք, իրական արարիչ Աստծո փոխարեն, եւ հաշվի առեք, թե դա կամ դրանք ինչպես են ազդում Աստծո հետ ձեր հարաբերությունների վրա։ Իսկ եթե դուք ընդհանրապես հարաբերություն չունեք Աստծո հետ, ուրեմն հիմնովին քննեք ձեր կյանքը։ Որտեղ է ձեր երկրպագությունը, ձեր սրտի ցանկությունը այդպես շեղվել եւ պատնեշ դարձել ձեր եւ Աստծո միջեւ։ Այսքան այսօր Աստված օրհնի, պահպանի, առաջնորդի ամեն մեկիս իր զորությամբ, իր ողորմությամբ եւ իր շնորհով։ Թող լույս կա մեզ վրա։ Ամեն։
Հաջորդ դասը լինելու է սրտի մոդելի մասին, ու ես ասել էի, որ նկարը կկիսվեմ։ Ինքը բավականին մեծ նկար է, չգիտեմ ոնց եմ անելու։ Messenger-յան խմբում հեշտության կդնեմ։ YouTube-ում այս պահին դեռ գլուխ չեմ հանել ոնց եմ դնելու, բայց ինչ որ մի ձև կգտնեմ։ Աստված առաջ։ Օրհնում եմ բոլորիդ, լսեք նախկին դասերը, լսեք, կռապաշտությունը հասկանալը, կռապաշտությունից հեռանալը ճշմարտության ճանապարհն է, որ այդ ամենը քանդվի, լսեք ապաշխարության դասերը, լսեք ամեն բան, ձեր սրտի ցանկությունները փոխեք, երբեմն պարտադրելով ինքներդ ձեզ, մինչև որ ձեր կամքը օգտագործեք, որ հետո էլ ձեր ցանկությունները հետևեն ձեր կամքին։ Այսքանը, ամեն